Կառավարության որոշմամբ հակակոռուպցիոն դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությանը վերադարձված 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողամասը ամրագրվեց շրջակա միջավայրի նախարարությանը անորոշ ժամկետով Հայ անտառ տրամադրելու նպատակով։ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան Նոր Քմարաշ Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շուրջ 417 միլիոն դրամ շուկական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը ուրեմն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հավելեց, որ հեռուստաաշտարակին հարող տարածքում նախկինում եւս 5 հողամաս էր ամրացվել շրջակա միջավայրի նախարարությանը։ Հիշեցնեմ, որ կառավարության նախորդ որոշումներով հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող եւս 5 հողամաս ամրացվել է շրջակա միջավայրի նախարարությանը եւ այսօրվա դրությամբ շրջակա միջավայրի նախարարությանն ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ընդհանուր 3 միլիարդ 381 միլիոն 573 հազար դրամ շուկականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 7.5 հեկտար մակերեսով 6 հողամաս։ Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ 2018-ից 25 թվականներին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոց։ Գլխավոր դատախազը նաեւ հայտնեց, որ Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենքշինություն։ Հաջորդիվ քննարկվեց նաեւ հարկային վարչարարության ամենաառանցքային բարեփոխումներից մեկը, որը վերաբերում է հաղորդումների եւ քրեական գործերի պրակտիկայի էական բարելավմանը։ ՊԵԿ նախագահի ներկայացմամբ այս բարեփոխումների նպատակը պետության իդեմս ՊԵԿ-ի եւ հարկ վճարողի փոխվստահության ամրապնդումն է։ Հարկ վճարողների լսված լինելու հնարավորությունների ընդլայնումը, երկխոսության միջոցով հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացումն ու հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը։ Նախ առաջինը հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու միջոցով հարկային մարմինը, այսինքն պետական եկամուտների կոմիտեն տվյալ դեպքում հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը եւ հարկ վճարողին ծանոթացելով փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարվածի մասին։ Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա իր մեկ այլ գործիքով, որը կոչվում է թեմատիկ ուսումնասիրություն, արձանագրելու իրավախախտում եւ կազմելու համապատասխան վարչական ակտը։ ՊԵԿ նախագահի խոսքով նախնական հաշվարկներով հաղորդումների առնվազն կեսն անցնելու է վարչական գործընթացներով։ Հարկ վճարողն իրավունք է ունենալու այդ ամբողջ ընթացքում իր արգումենտը ներկայացնել, քննարկել, բանակցել, բողոքարկել, մինչև դա կվերածվի կամ չի վերածվի հաղորդման։ Մյուս փոփոխությունը շեմն է, որի մասով կա երկու հիմնավորում։ Երկու շեմ գոյություն ունի, խոշոր 10 միլիոն եւ առանձնապես խոշոր 20 միլիոն։ Խոշորի դեպքում առաջարկում ենք եռապատկում, այսինքն 10 միլիոնից 30 միլիոն է առաջարկում բարձրացնել, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 45 միլիոն, իսկ առանձնապես խոշորի դեպքում ուրեմն 1 տարվա համար 50 միլիոն, իրար հաջորդող 3 հարկային տարիների ընթացքում 75 միլիոն։ Երրորդն արդեն քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասին է։ Մասնավորապես առաջարկվում է վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ, քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է այդ գույքին համարժեք բանկային երաշխիք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նամակներ ազդակներ էին գալիս, թե կառավարությունը հարկային տերոր է սկսել բիզնեսի նկատմամբ, թեև իրենք ճիշտ հակառակն են անում, ընդգծելով այսօր չկա մի ընկերություն, որը կառավարության աջակցությամբ մեքենա կամ սարքավորում գնաց չլինի կամ օգտված չլինի արտոնյալ վարկերի պայմաններից, բայց մյուս կողմից կառավարության սկզբունքը շատ հստակ է։ Բիզնեսի մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն եւ ակնկալում ենք, որ իրենց հարկերը վճարեն, բայց ոչ մի լումա ավել մենք չենք ակնկալում, բայց նաև ոչ մի լումա պակաս, ոչ մի լումա ավել, ոչ մի լումա պակաս։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ավելացված արժեքի հարկի հատուկ կանոններ, որով ոսկեգործության ոլորտի զարգացման համար կձևավորվի նպաստավոր հարկային միջավայր։ Գործադիրի որոշմամբ նաև 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքները եւս 3 ամիս կստանան 300 000 դրամ աջակցությունը։